Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօրվա իմ քարոզի վերնագիրն է Տերը իմ հովիվն է։ Եվ մինչև որ կանցնեմ իմ բուն թեմային, ուզում եմ միասին կարդանք 23-րդ Սաղմոսը։ Ընդամենը 6 խոսք է եւ այսօր իմ ամբողջ թեման կազմել եմ հենց այս 6 խոսքերի հիման վրա, բայց կարծում եմ, որ այս 6 խոսքերն էլ իրանց մեջ 6 համարները իրանց մեջ այնքան շատ ինֆորմացիա են պարունակում, որ կարելի է անգամ մի քանի թեմա խոսել ընդամենը այս 6 համարների շուրջ։ Եվ ինչ ասում Դավիթ թագավորը 23-րդ Սաղմոսի մեջ. Տերը իմ հովիվն է եւ կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներումը իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանը եւ քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լեցուն է։ Հենց բարիք եւ ողորմությունը կգնան իմ ետևիցը, եւ իմ կյանքի բոլոր օրերումը իմ Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Այս Դավիթ թագավորը խոսում էր կարծես այնպիսի մի վստահություն ուներ Աստծո վրա, որ ինքը այնպիսի խոսքեր էր ասում, որ եթե դու անձամբ չճանաչես Աստծուն, դու չես կարող այս խոսքերը խոսես հենց այսքան վստահությամբ։ Եվ շատերը կարդացել են այս խոսքերը, բայց շատերը չէ որ հասկացել են այս խոսքերի մեջ թաքնված են իմաստը, այն հարստությունը, այն բացահայտումները, որ Սաղմոս 2-ն փորձում էր փոխանցել մեզ, որը վերաբերվում էր իր եւ Տիրոջ փոխհարաբերությանը։ Միգուցե շատերն են կարդացել այս խոսքերը շատ անգամներ, բայց բոլորը չէ որ հետևություն են արել, թե ինչ է նշանակում ճշմարիտ հովիվ եւ ինչ է նշանակում հնազանդ ոչխար կամ գառնուկ։ Որտեւ եթե կարող է լինել ճշմարիտ հովիվ, նաեւ պետք է լինի հնազանդ ոչխար կամ գառնուկ, չէ՞։ Այսի նորմալ փոխհարաբերություն է։ Իհարկե գառնուկ ասում եմ նրա համար, որովհետև մարդիկ կան, որ ոչխար բառից մի քիչ վիրավորվում են, բայց հավատացեք, ինչքան էլ մենք մեզ ասենք գառնուկ, ընդամենը մի տարի հետո ցանկացած գառնուկ ինքը դառնում է այսինքն ուզենք թե չուզենք։ Իհարկե սա գրված է փոխհարաբերական իմաստով, ի սկզբանե ասեմ ձեզ, սա գրված է փոխհարաբերական իմաստով, ոչ Տերն է գառնուկ, որտեվ Աստծո խոսքում մենք շատ անգամներ կկարդանք, որ գրված է Հիսուսի մասին, ահա Աստծո գառը, չէ։ Ոչ Տերն է գառնուկ։ Հիսուսին երբեք մի պատկերացրեք որպես ձեր պատկերացրած գառնուկը։ Ոչ էլ Տերն է հովիվ, կամ մեր լեզվով ասած չոբան։ Ոչ էլ մենք ենք ոչխար։ Այս ամեն ինչը գրված է փոխհարաբերական իմաստով եւ սա գրված է, որ մենք գոնե մոտավոր պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում հովի եւ նրա հոտի ճիշտ փոխհարաբերությունը։ Եվ հավատացեք, մի այսպիսի ճշմարտություն էլ կա, որ ամեն մարդ, եթե ինքը ունի ինչ-որ մի հատ մասնագիտություն, որի մեջ խորացված է, ինքը եթե ինչ-որ մի հատ զրույցի է բռնվում կամ քարոզ է անում, դուք նկատել եք, որ ինքը մեջբերումներ է անում իր մասնագիտությանը համապատասխան եւ անում է շատ հաճախ։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը մասնագիտության բժիշկ է եւ ինքը Աստծո խոսք խոսի կամ ինչ-որ մի զրույց տանի, դուք նկատել եք, որ իրանք այնքան բժշկական մեջբերումներ են անում, ինչի համար, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել լավ բժիշկ։ Դավիթն էլ վստահ եմ ինքը լավ հովիվ էր, մինչեւ թագավոր դառնալը, եւ երբ որ ինքը մեջբերումներ էր անում Աստվածաշնչում կամ երբ որ մենք կարդում ենք Սաղմոսների, որտեղ բավականին մասը գրվել է հենց Դավիթ թագավորի կողմից, Դավիթն էլ շատ անգամներ մեջբերում էր անում եւ օրինակը բերում էր հովի եւ նրա հոտի ճիշտ փոխհարաբերության մասին։ Եվ կարծում եմ, որ արդարացիա։ Ո՞վ է ոչխարների հոտի առաջի թշնամին, մենակ արագ ասեք, գայլը թե արջը։ Մարդը։ Ինչի համար, որովհետեւ վերջում ոչ գայլն է այդքան վնաս տալիս հոտին, ոչ էլ արջն է այդքան վնաս տալիս հոտին, այլ մարդը, իսկ ավելի կոնկրետ հովիվը։ Եվ բոլոր են առնուկները, ովքեր որ վստահում էին իրանց հովին, չէ, որովհետև իրանք ապահովությունը իրանց տեսնում էին այս հովի մեջ, վերջում հովիվը ուտում է բոլոր ոչխարներին եւ գառներին։
Այս բոլոր գառների եւ ոչխարների վերջաբանն է, երբ որ մարդն է նրանց հովիվը։ Դրա համար էլ Սաղմոս 2 Դավիթը իր խոսքերի մեջ սկսում է հետեւյալ խոսքերով եւ չի ասում, որ ինչ լավ է, որ ես ինչն է իմ հովիվը, ասում է ինչ լավ է, որ Տերն է իմ հովիվը, որովհետեւ ես կարոտություն չեմ ունենա։ Եվ իհարկե ժամանակակից շատ հովիվներ այս խոսքերը լրիվ հակառակ են հասկացել, ասում է, եթե Տերն է իմ հովիվը, ես կարոտություն չեմ ունենա, նրանք հասկացել են, որ եթե ես եմ հովիվ, ուրեմն ես պետք է ոչ մի բանի կարոտություն չունենամ։ Բայց հավատացեք, Դավիթը չէր ասում, Տեր ջան, դու իմ հովիվն ես, դու ոչ մի բանի կարոտություն չունես։ Դավիթը հակառակն էր ասում, Տերն է իմ հովիվը, ու ես ոչ մի բանի կարոտություն պետք է չունենամ։ Այսինքն հասկանում եք, չէ, թե ինչ է նշանակում, երբ որ մարդը այս խոսքը ուրեմն մեկնաբանում է կամ առաջնորդվում է այս խոսքը լրիվ սխալ ուղղությունով, այսինքն իրան է վերաբերվում, որ ինքը ոչ մի բանի կարոտություն չունենա եւ ուտում է բոլոր գառնուկներին։ Իհարկե, այսպիսի հովվի մոտ հաստատ մնալ չարժի, եթե իր ախորժակը այնքան մեծ է, որ ինքը բոլորին նայում է, որպես քեզ այսօր եմ ուտելու, քեզն էլ երկուսին մորթել ենք, երկուսին էլ կմորթենք խուզից հետո։ Այսպիսի հովիվներից փախեք, որովհետև նման հովիվները ձեր մասին չէ, որ մտածում են, այլ միայն իրանց փորի։ Հավատամ, մինչև Դավիթ թագավորը կդառնար լավ հովիվ, ինքը պետք է լավ թագավոր կներեք, ինքը պետք է լիներ լավ հովիվ, որովհետև եթե չլիներ լավ հովիվ, ես վստահ եմ ինքը չէր լինի նաև լավ թագավոր։ Իսկ լավ հովիվը ոչ թե ծնվում են, այսինքն մեկը ծնվել է, Էսի այնպես չի են, որ երեխաներն հիմա ծնվում են ատամ հատիկի ժամանակ թուղթ են, չէ, քաշում, ինչ ասես գրում են, ասենք վստահ եմ, որ հիմա ոչ մեկ չի գրում էլի, ասենք հովիվ, բայց եթե գրեին հովիվ, ասենք երեխան թուղթը քաշեց հովիվ, մեկ էլ բաց վերջ, ինք ուրեմն ամենաուժեղ հովիվն է աշխարհի։ Չէ, այսպես չէ, լավ հովիվը դառնում են կյանքի ընթացքում, երբ որ դու ունես անցած ճանապարհ, ունես փորձառություն եւ դու շատ ավելի վստահելի ես, քան մնացածը։ Ես ինքս առիթ ունեցել եմ պատանեկան շրջանում հովվություն անելու, ոմանք կհիշեք ավելի մեծ սերունդը, որտեղ երիտասարդները չեմ կարծում թե հիշեն, որ մի ժամանակ մեր գյուղում կար նախիր, որ հերթով տանում էինք, ասենք ամեն փողոց ուներ իր նախիրը, հերթով տանում էին, մենք էլ ունեինք անասուն, մեր նախիրի հերթը որ գալիս էր, դե բնականաբար սեթրակ եղբայրը չէր գնալու, ես էի գնում, այդ հոտը տանում էինք արածեցնելու, ինչ որ մեկի հետ անունը չեմ ասի, բայց ասեմ ես լավ հովիվ չէի, որտեվ նախ պատանի էի, խելքս լրիվ ուրիշ տեղեր էր, բայց ինձ կցել էին մի հատ մեծ մարդի հետ, ով որ ինքը շատ լավ հովիվ էր։ Եվ հետաքրքիր է, որ տանում էինք հոտը արածեցնելու, ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում այդ անասունները կուտեն, կխմեն, ինձ պետք էր որ օրը մտնի կամ տուն, բայց այս մարդը տենց չէր։ Այ ամբողջ օրը քայլել էր տալի այս հոտին, ինձ էլ հետը զորով, որ պետք է համոզված լիներ, որ կուշտ կերել են, սաղի փորը ստուգում էր, sense տեղ կա, չէ, անասունների վրա, տեսնում ես, կերելա թե չէ։ Պետք է տաներ օրեկան մի օրվա մեջ մի քանի անգամ սառը աղբյուրի ջուր կար, պետք է տաներ հոտին ընդեղ խմացներ։ Զարմանում էի, ասում էի, լավ էս մարդի հավեսը ինչ է այս անասունների հետևից ամբողջ օրը ընկած։ Վերջում էլ որ ասենք անասունները, ասենք փախնում էին, այս կոմենքոն պետքա խփեր, ասում էր, օհո, ասենք փետը բարձրացնում էր, բայց ծեռով էր խփում, որ չցավա։ Այնքը լավ հովիվ էր, թե չէ։ Ինքը ընտիր հովիվ էր, բայց երբ որ իսկ ինձ չէր հետաքրքրում տենց բաները, ինձ պետք է սոված կմնա, կուշտ կմնա, կարևորը գամ ասնեմ տուն։ Եթե դու ով Աստծո ծառա մտածում ես մենակ քո հանգստի եւ քո բարեկեցության մասին, միայն քո մասին ես մտածում, հոտը, որին դու առաջնորդում ես, կմնա կարոտ ամեն բանի եւ առաջերտին կմնա սոված եւ կմնա ծարավ։ Նայեք այսօր ազգային շատ եկեղեցիների եւ նայեք նրանք ինչպես են սովամահ անում իրանց հոտը, քանի որ ճշմարիտ կերակուրի փոխարեն իրանց հոտին ուտեցնում են կրոն, ուտեցնում են ծեսեր, ուտեցնում են ավանդույթներ, որոնք նման են Սալոմի, որի մեջ սնունդ չկա, եւ տարիների ընթացքում նրանք վերածվում են կենդանի մեռելների, կարծես թե կա, բայց իրականում մեռած է։ Հովիվը ոչ միայն առաջնորդ է հոտին, այլ նաեւ պետք է լինի լավ խնամող, նա պետք է հոգ տանի ամեն ոչխարի եւ ամեն գառնուկի համար։ Եվ յուրովի մոտեցում պետք է ցուցաբերի ամեն մեկին, քանի որ ամեն մեկը ունի առանձնահատուկ խնամք եւ կարիք, եւ հովիվը պետք է հոգ տանի
ամեն մեկի համար առանձին։ Դու գիտեք, որ հոտի մեջ կան ուժեղ ոչխարներ, ովքեր որ գնում են հոտի առջևից եւ սրանց հետ աշխատելը շատ հեշտ է, որովհետեւ իրանք ուժեղ են, իրանց վրա պետք չէ այդքան ջանք գործադրել, բայց նույն հոտի մեջ լինում են նաեւ ոչխարներ, ովքեր միշտ չի որ կարողանում են հասնել հոտին եւ մնում են ավելի հետ հոտից եւ ովքեր որ շատ են հետ մնում եւ եթե հովիվը ուշադրություն չդարձնի, այս հետ մնացած ոչխարները դառնում են գայլի համար շատ համեղ կերակուր։ Ես երբեմն ականատես եմ լինում, որտեղ մեր տարածքում բերում են արածացնում են ոչխարների հոտեր հազարներով եւ գրեթե անընդհատ տեսնում են, որ հովիվը գնաց, հովի հետևից ոչխարները մնացին։ Ինչի համար, որովհետեւ սրանք վարձկաններ են։ Վարձկան հովիվա վարձել են, փող են տվել, բերել է հոտը արածեցնելու, այդքան էլ չի հետաքրքրում իրանց թե մի հատ կմնա կամ երկու հատ կմնա։ Ու հետաքրքիր է, որ մի անգամ տեսա, որ մի հատ ոչխար խճճվել էր այդ վազերի մեջ, ոտքը սենց բռնել էր մի հատ ամլարար ու պրովոդ սենց մեր լեզվով ասած, լավ սենց ասեմ, որ ավելի հասկանալի լինի, հոտը գնացել էր ու այս հղի ոչխարը մնացել էր փաթաթված, արդեն մութ ընկնում էր, տեսանք։ Ու գիտեք, հետաքրքիրը որն էր, որ վարձկան հովիվը գնացել էր, բայց այդ հոտի մեջ կային շներից մեկը չէր գնացել։ Եկե նստել էր այս ոչխարի կողքը, պարկել էր ոչխարի կողքը, հոտը գնացել էր, արդեն մութ էր դաշտի մեջ գրեթե, բայց շունը հավատարմորեն նստել էր այս ոչխարի մոտ, որ ոչխարին գայլերը չուտեն։ Իմ համար շատ հետաքրքիր էր այդ շան հավատարմությունը, որ այս շունը ավելի հավատարիմ էր, քան այդ վարձկան հովիվը։ Հետո ճիշտ է, ասենք տեղյակ պայեցինք հոտի տիրոջի բան, մեքենայով արագ եկան իրանց ոչխարին տարան, բայց ինչ էր ասելիքս, որ եթե հոտի տերը չի հոգ քաշում իր հոտի համար, հավատացեք, շատերը կկորչեն, քանի որ վարձկանի համար այդքան էլ արժեք չունի հոտի ամեն մի ետ ընկած ոչխար։ Իսկական հովիվը նման բան չի անում։ Վարձկան հովիվը, երբ որ վտանգ առաջանա, ձեզ ինչ է թվում, իր կյանքը կվտանգի իր հոտի համար։ Ոչ, Աստծո խոսքն էլ ասում է, վարձկան հովիվը ինչ անելու, փախնելու է, որտեղ իր կյանքը իր համար շատ ավելի կարևոր է։ Իսկ հոտի տերը նման բան չի անի։ Ինքը կյանքում մահու կռիվ կտա, բայց կազատի իր հոտին։ Եվ եթե պարզվի, որ հանգարց այդ հոտի մեջ էլ կա, ասենք ինչ որ մի հատ վիրավոր ոչխար, որ այդ վարձկանը պետք է տնի ուսերի վրա ու կիլոմետրերով պետք է տանի մինչև փարախ, ով է հավատում, որ կանի։ Ինքը իրան չնկատելու կտա, բայց իրան նեղություն հաստատ չի տա։ Հովիվը նաև ժամանակ առ ժամանակ պետքա հոգ տանի ոչխարների մասին։ Օրինակ պետքա խուզի ոչխարներին, չէ՞, ամեն տարի պետքա լողացնի, կթի, մաքրի նրանց տակը, ապահովի, որ տակը լինի չոր, տաք եւ նաեւ գիշերը պետքա պաշտպանված լինի գայլերի հարձակումից, որովհետեւ գայլերը ավելի շատ հարձակվում են գիշերը, քան ցերեկը։ Իհարկե, երբ որ խոսեցի կթելու մասին, մի բան հիշեցնեմ, չնայած մեր հովիվը այդ մասին պատմել այստեղ վստահ եմ դուք բոլորդ գիտեք, բայց մի հատ X եկեղեցու հովիվ, ուրեմն խոսում է գործարարների մասին ու ինչ ասում է գործարարները նման են կովի։ Ասում է իրանց պետք է անընդհատ կթես, եթե չես կթում, ասում է կուրծքը սենց կաթը որ ուռում, ասում է նեղություն է տար իրանց, ասում է դրա համար պետք է անընդհատ կուրծքը դատարկ պահես, որ իրանք չնեղվեն, որ չկատաղեն։ Անկեղծ եմ ասում, եթե ես լինեի այդ գործարարի տեղը, այդ հովիվը Աստվածաշնչից ինչ համարներ ուզում է բերեր, ոնց ներկայացներ, ինչքան սիրուն ճոխ բառերով ներկայացներ, ես այդ հովին մի դրամ չէի տա, որովհետև կասեի դու արժանի չես, եթե ես քո համար ընդամենը մի հատ կթու կովեմ, ուրեմն դու իմ համար ընդհանրապես հովիվ չես։ Ու կտայի այնպիսի մի հատ ուրիշ եկեղեցու, որ արժանի է եւ իրանք գիտեն ինչպես վարվել ճիշտ թե գումարի եւ թե հոտի ամեն անդամի հետ։ Որովհետև սա չի խոսում լավ հովվի մասին, եթե ընդամենը դու իր անդամը իր համար ընդամենը մի հատ կթու կովա։ Մենք եւ մեր սարերը ֆիլմը ով է տեսել։ Հետաքրքիր ֆիլմ է թե չէ։ Ես անկեղծ զարմանում եմ մեր երիտասարդ սերունդի վրա, քանի որ մեր երիտասարդ սերունդի երեխեքին գնացեք ամեն մեկը ձեր տունը հարցրեք, ասա մենք եւ մեր սարերը տեսել ես, շատերն ասում են, «Էդ ո՞րն է»։
ասում եմ, լսի, այս սրանք այն ֆիլմերն են, մեր հայ ֆիլմ ստուդիան այնպիսի հրաշալի ֆիլմեր ունի, ինչ ասեմ, նկարանած, որ սրանք ամեն մեկը մի հատ գոհար է, սրանք ոսկի ամեն մեկը մի հատ, որ ինչքան բան կարող ես սովորել այս ֆիլմերի մեջ։ Եվ այս մենք եւ մեր սարերը ֆիլմը իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է։ Ու մի քանի մեջ վերում կանեմ այդ ֆիլմից եւ տեսեք, այնտեղ մի հատ դրվագ կա, որտեղ որ իշխանը, այսինքն մեր ճանաչած Ֆրունզիկ Մկրտչյանը, ինքը թվարկում է իր կատարած բոլոր գործերը եւ ինչ ասում։ Ասում է ոչխար եմ պահում, բուրդ եմ խուզում, խոտ եմ հնձում, պանիր եմ սարքում, կարագ եմ սարքում, ոչխար եմ լողացնում եւ այնտեղ միլիցիոներն էլ շեշտում ասում է ոչխար եմ մորթում։ Ասում է դե հա, ասում է երկու հատ մորթել ենք, երկու հատն էլ կմորթենք խուզից հետո։ Ինչ լավ է, որ մեր բարի հովիվը տերն է, ամեն, որովհետև նա չի մտածում, թե ինչպես ուտի մեզ։ Չի մտածում, թե ինչպես ուտի մեզ, այլ հոգ է տանում մեր համար եւ անգամ իր կյանքը տվեց հանուն իր հոտի։ Երեմիա 31-ի 3 խոսքերը ասում է. հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով։ Էսի լավ հովի խոսքեր է, թե չի ասում, ես քեզ հավիտենական սիրով եմ սիրել, ժամանակավոր չեմ սիրել, չեմ սիրել այնքան մինչև մեծանաս, մի քիչ քաշ հավաքես, ես քեզ սիրել եմ մինչև վերջ։ Այս իսկական հովի խոսքեր է։ Հաջորդ քայլը, որ ցույց է տալիս Դավիթ թագավորը, դա այն է, որ հովիվը պետք է իմանա, թե որտեղ առաջնորդի իր հոտը։ Լավ հովիվը չի առավոտյան արթնանում ու մտածում ասում, դե միտեղ կտանեմ, էլի։ Լավ հովիվը գիտի բոլոր արոտների տեղը, գիտի որտեղ տանի իր հոտը, որ իր հոտը լինի կերակրված, որ իր հոտը լինի հագեցած եւ որտեղ են այն սառնորակ աղբյուրները, որ իր հոտը նաեւ չլինի ծարավ։ Եվ 23-րդ Սաղմոսի 2-րդ խոսքը ասում է. ինձ խոտավետ արոտների մեջ է պարկեցնում, հանդարտ ջրերի մոտ է ինձ առաջնորդում։ Դու գիտեք, որ հովիվները երբ գարուն է գալիս, ուրեմն մեզ մոտ է ժամանակ խոտ կա, որ ասենք հոտը կարող է մեր մոտ էլ արածեցնի իր հոտին։ Բայց երբ որ մի քիչ շոքերը սկսում է վրա տալ, այդ ժամանակ մեր մոտ չորանում է ամեն բան։ Եվ լավագույն հովիվները գիտեն, թե որտեղ է խոտավետ արոտները։ Հեճ եղել է, որ ասենք այն մեր մոտ, երբ որ են հուլիս-օգոստոս ամիսների են չորն է, երբ որ նայում ես ամեն ինչը չորացած, դեղնած, մի փոքր գնում ես դեպի սարերը ու տեսնում ես անծայրածիր կանաչ խոտ, ծաղիկներ, ծաղկունք, սառնորակ ջրեր, որ սարերից հալվում են, այդ գալիս են, ասում ես, այս է իսկական տեղը, որտեղ որ հոտը պետք է հարածա, եւ լավագույն հովիվներ իրանց հոտը ամեն տարի տանում են դեպի սար, որ իրանց հոտը լինի ապահովված։ Այսինքն նրանք իդեալական պայմաններ են ստեղծում իրենց հոտի համար։ Այսպես են նաև մեղվապահները։ Ինչի համար եմ ասում, որովհետև ես ինքս էլ մեղուներ ունեմ ու ամեն տարի մի քանի փեթակ ոնց փորձում եմ պահեմ, սրանց ինչ դեղեր ասես տալիս եմ, խնամեմ, բայց մեր մոտ չի արդարացնում իրան, որովհետև երբ որ գալիս է մեր մոտ այն ծիրանի դեղցի գիլասի ծաղկելուց հետո, երբ որ մեր մոտ ծաղիկը վերջանում է, այդ խեղճ մեղուները պատկերացրեք մինչև աշուն գոյատևում են։ Հələ վերջում են ինչ էլ որ հավաքել են, այդ էլ ձեռներից վերցնում ենք, իրանց տալիս ենք շաքարի ջուր ու մեղք են այդ մեղուները, որ գոնե տանջանքով հավաքում են մեղր ուտում ենք մենք, շաքարի ջուր ուտում ենք իրանք, որ չսատկեն։ Իհարկե էս էլ հովության ինչ որ մի ձև է, բայց լավ հովիվները իրանց մեղուներին տանում են սարերը, որտեղ այնտեղ ծաղիկները միշտ կա։ Իսկ վատ մեղվապահները հանձինս ինձ իրանց մեղուներին թողում են ստեղ, ճիշտ է, շատ չունեմ, ընդամենը 5 փեթակ, բայց թողում են ստեղ եւ այդ խեղճ մեղուները տանջվում են մինչեւ ձմեռ։ Ու ոչ բոլորն են կարողանում մինչեւ գարուն դուրս գալ, որովհետեւ արդեն թուլացած փեթակները ավելի խոցելի են։ Սիրելի Աստծո մարդ, քեզ համար կանաչ արոտները դա Աստծո խոսքն է, որը դու միշտ պետքա ուտես։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում մեզ, մարդ ոչ միայն հացով կապրի, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Այս խոսքերը հենց Հիսուսի բերանից էլ դուրս եկան։ Հայտնություն 22-րդ գլխի առաջի խոսքը եւ 17 խոսքը ինչ է ասում։ Եվ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենթանի ջրի ակնվանի նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո եւ գառի աթոռից։
Եկ եւ նա ով ծարավ է թող գա եւ նա ով կամենում է թող առնի կյանքի ջուրը ձրի։ Տեսեք Աստված համել ասում է ես ունեմ այն կյանքի ջրի աղբյուրը, որը չեմ վաճառում ես քեզ այդ ջրից։ Ես քեզ ասում եմ ով ծարավ է թող գա եւ ես նրան կյանքի ջուրը կտամ ձրի։ Ինչ լավ է որ մեր Տերը չի պահում հեղինակային իրավունքներ։ Ինչի համար, որովհետև նրան է պատկանում ամբողջ ստեղծագործությունը երկնքում եւ երկրի վրա, եւ նա էլ մեզ պատվիրեց ասելով ձրի առել եք ձրի տվեք։ Իսկ այսօր այսպես ասած մի հատ բան կա, հեղինակային իրավունքներ կա, որ մարդիկ ժամանակակից մարդը գնում է օրենքով պաշտպանում, ասենք ինչ որ մի բառի հեղինակային իրավունք, մի հատ արտահայտության հեղինակային իրավունք, ու դու իրավունք չունես այդ արտահայտությունը ոչ միտեղ օգտագործելու։ Ինչի համար։ Որտեւ ինքը գնացել է ինչ որ փող ամուծե կառավարությանը, պետությունն էլ ասում է վերջ այս բառը կներեք էլի։ Աշխարհի բոլոր բառերը մեր տիրոջն է պատկանում եւ եթե ինչ որ մեկը կա որ կարա հեղինակային իրավունք դնի ինչ որ մի բառի կամ արտահայտության կամ ինչ որ մի բանի վրա, դա տեժն է։ Տեժն էլ ոչ մի բանի վրա հեղինակային իրավունք չի դրել։ Ցավում եմ, քանի որ եւ որ ձերքս վերցրեցի Աստվածաշունչս, առաջի էջը որ բացում ես, ասենց առաջի էջը ասենց բացում ես միանգամից գրված է հետեւյալ խոսքերը։ Դեր տեսեք ինչ է գրված, բառացի եմ ասում։ Լավ, ուզում եք հենց Աստվածաշնչի միջից կարդամ, որ չասեք։ Գրել է։ Հեղինակային իրավունքները պաշտպանված են օրենքով, առանց հարատարակչի հետ նախնական գրավոր համաձայնեցման չի թույլատրվում պատճենը անել գրքի ցանկացած մասը, պահել այն ՀՄ-ում, այսինքն այդ էլեկտրոնային համակարգերի մասին է խոսքը, փոխանցել ցանկացած տեսքով կամ ցանկացած միջոցներով, էլեկտրոնային, մեխանիկական, ֆոտոպատճենի եւ այլ ձևով։ Հիմա հարց եմ տալիս։ Թարգմանել ես Աստվածաշունչը, լավ ես արել թարգմանել, կնես, բայց Աստվածաշունչը դու էիր գրել։ Այ եթե դունցի ներկայացնես, որ Պողոս Առաքյալը կտակը արե, ասելա բանը, օրինակ ասենք իմ գրած բոլոր գրքերը, որ իմ ձեռքով ա գրվել, չնայած հեղինակը Պողոս Առաքյալն չէր, հեղինակը Սուրբ Հոգին էր, բայց իմ գրված բոլոր գրքերի հեղինակային իրավունքը փոխանցում եմ, ասենք Սամսոն Մկրտչյանին։ Այդ ժամանակ Սամսոնը կարող ասել, տեսեք, Պողոսը կտակով գիտեր, որ ես հետո պիտի ծնվեմ, սա փոխանցել է, հենց ոչ մեկ չի կարող անի։ Բայց Պողոս Առաքյալը ոչ մեկի չի փոխանցել, չէ՞։ Եվ ոչ էլ այդ 66 հեղինակներն են, ինչ որ մեկի հեղինակային իրավունք տվել, որ այսօր դու Աստվածաշունչը թարգմանել ես, միանգամից հեղինակային իրավունք ես դնում, չպատճենել, չփոխանցել, դու ամեն ինչ էլ կանեմ։ Իսկ ոչ մեկի հեղինակային իրավունքն էլ բանի տեղ չեմ տնի, որովհետև այս իմ տիրոջ գիրքն է, իմ տիրոջ խոսքն է։ Ո՞վ ես դու որ հեղինակային իրավունք տնես դրա վրա։ Եվ ինչ ասեմ, ցավում եմ, որ այսպես է, բայց այս իրականությունն է։ Եվ այսօր նաև կուզեի խոսել մի ուրիշ մի բանի մասին, որտեվ մարդիկ այսօր նորից այդ հեղինակային իրավունք կոչվածի տակ պաշտպանում են էլ երգը, էլ քարոզը, էլ նախադասությունը, էլ բառը, էլ գիրքը, էլ չգիտեմ ինչ, սա հեղինակային իրավունքով պաշտպանել են, բայց մոռանում են, որ ամենամեծ շահավաճառությունը դա Աստված պաշտությունն է եւ Աստված ասելա ձրի առել եք, ձրի էլ տվեք։ Ես մի հատ մեկը կա Չակերտավոր հովիվ, ես իրան հովիվ չեմ համարում, որ ես վերջերս հայ հովիվ է, զբաղվում է ամել արդեն յուղերի վաճառքով ու գումարով յուղեր է վաճառում, օծության յուղեր, հենց ինքը լաբորատորիա է սարքել իրան, ու այդ լաբորատորիայի մեջ ամեն օր ինչ որ նոր հոտեր է սարքում, հորինում ու հետաքրքիրն է, որ արդեն այս դարձել է ոչ թե ինչ որ ծառայություն, այլ էսի դարձել է բիզնես հոգևոր քողի տակ։ Ես ոչ բոլոր յուղերի անուններն եմ կարդում, բայց այն ինչ որ համացանցում ոչ երկար ման գալու ժամանակ ուրեմն պեղեցի, ուզում եմ փոխանցեմ ձեզ։ Սիրո յուղ, դա առանձին է, մարգարեության օծության յուղ, ասենք եթե մարգարե ես օծում, դա անպայման այդ յուղից պիտի առնես մարգարե, առաքյալ, մեկ էլ հովիվ օծելու համար այդ յուղներ։ Բժշկության յուղ, ուրախության յուղ, ընտանեկան կարիքների յուղ, Մովսեսի յուղ, ընտանեկան յուղ, բիզնեսի յուղ, հնգակի ծառայության յուղ, ու այնտեղ մեկ էլ յուղի տեսակներ կար, որ մի լիտրը ասեց ինչա արժի 12-ից 13000 եվրո, եթե չեմ սխալվում։ Այսպիսի բիզնես է դրա, ասում եկեք առեք, էսի կարևոր է, որտեվ գիտեք ինչ արժեք ունի օծիսի օրհնած յուղը։ Ու հետաքրքիրն էր, որ հիմա էլ յուղերից բացի արդեն օծանելիք է սկսել արտադրել, հոգևոր օծանելիք։
ասեց սպիրտային հիմքով այսի արդեն ու պատկերացրեք սենց մի բան։ Հիմա արդեն ես օգտագործում եմ իմ երևակայությունը։ Ասենք դե եթե ամեն յուղը առանձին ինչ որ մի նշանակություն ունի, դե պատկերացրեք սենք, ասենք առավոտյան հելել ես, քնահարամ չջոգեցիր էլի։ Վերցրեցիր, ասենք այս օծանելիքը, օրինակ ասենք կամ այս բանը ուրախության դուխին ցանեցիր վրեդ ու գնացիր թաղում։ Ու այնտեղ բոլորը լացում էին, իսկ դու բերանդ բաց ուրախանում էիր, որտեղ դու շատ ուրախ էիր։ Կամ ասենք ստե ուշադիր կլնեք, իհարկե կատակով եմ ասում, ասենք չխառնեք էլ, այստեղ որտեղ բաներ կան, ասենք որ հնարավոր է երկու յուղը խառնեց իրար, ինչ որ ռեակցիա տա, էլի ասենք, ուշադիր կլնեք, էլի ասենք, որտեղ դեռ կա դուխի, կա յուղ, չգիտեմ։ Ու ցավը գիտեք որն է։ Այնքան լուրջ է խոսում, հայ հավատամ։ Ասում ինձ մտնում եմ այս լաբորատորի, ասա սենց Սուրբ Հոգու ներկայությունը գալիս է, Տերը սենց յանի Տերն է իրանելի հայ ասում, որի հետ ինչ խառնես, ինչ չանես, որ սենց այս յուղերը սենց վերջում էլ օծության աղոթում են, չգիտեմ ինչ են անում։ Ու ամեն մեկը կարա էդի համացանցով պատվիրի, ասենք կարևոր չի, ասենք ինքով էլի։ Խոսքի իրան մի հատ մարգարեության յուղեր պետք, համացանցով պատվիրեց եկավ 95 եվրո, ահա լավ է, լցրեց ինքն իր գլխին, ու լավ, ես մարգարե եմ, արդեն յուղը գլխից լցրած է, ու սկսում ամեն ինչի վրա մարգարեան։ Կամ եկեք սաղիդ բժիշկ եմ, արդեն յուղը լցրել եմ գլխից, վերջ։ Ժողովուրդ ջան, էսի ամոթ է, ամոթ։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ թվում է Աստված սա ինչ է վերջում այս մարդուց պահանջելու։ Հաշիվ է պահանջելու, որովհետև դու քեզ դրել ես հովի տեղ, բայց դու զբաղված ես այդ հոտի ոչխարներին ընդամենը մորթելով եւ ուտելով եւ զբաղված ես քո բարեկեցության համար։ Իհարկե ճիշտ այնտեղ հնարավոր ասենք գնում են ձևական, ասենք մի քանի տեղ, մի հատ Հնդկաստան, մի հատ Աֆրիկա, մի քանի հատ երեխեքի կամ մի քանի հատ մարդկանց մոտ նկարվում են, մի 2 կիլո ալուր են տալիս կամ պիսոկ, նկարվում են, հետ են գալիս ու արդեն իրանց ամբողջ կյանքի համար էդի հերիք է, իրանց դնում են բարերարի կամ չգիտեմ ինչի տեղ։ Այն ինչ Աստծո մեզ նաև սովորեցնում էր ասելով, չէ, գախնի արա եւ ոչ թե ի ցույց ի լուր աշխարհի արա, որ դու ինչ որ մեկին 5 կիլո շաքարավազ տվեցիր։ Եվ տեսեք, մեր բեմադրությունը հիշում եք, որ Հիսուսի խաչելությունը ստեղ բեմադրում էինք։ Ինչքան տանջվեցինք, մարգարախբերը ինչքան տանջվեց, հետո եղբայրն էլ ինքը այս մասին շատ անգամներ է հիշատակում արել։ Եվ երբ որ եկան նկարեցին անունը չտամ ով, հետաքրքիրն է, որ այդ նկարած վիդեոից, որ պետք է նկարեին, մեզ ոչ մի օրինակ չտվեցին, որտեվ ասեցին կամ հեղինակային իրավունքը կտակ մեզ ձեր միջոցառման։ Այսինքն մենք տարիներով տանջվենք, հեղինակային իրավունքը իրանցներ, որ մեզ ընդամենը մի հատ դիսկ տային, որ կարողանայինք նայեինք։ Ու այդ դիսկն էլ այնպես չէր, որ տալիս էին մեզ, մենք կարայինք էդի եթեր դնեինք կամ բան։ Ոչ, այնքանա մի անգամ կնստեինք, կնայեինք ու վերջ։ Բնականաբար Սեթրակ եղբայրն ասել էր, չեմ ուզում դուք էլ ձեր նկարազնել, հելեք գնացեք։ Բարի հովիվը նման բան չի անում, ճիշտ է, որովհետև բարի հովվի հոգեբանությունը լրիվ ուրիշ է։ Այսպես վարվում են վարձկան հովիվները։ Իսկ դուք գիտեք, որ գառան միսը ամենահամով մսերից եւ ամենամաքուր մսերից է ամբողջ աշխարհում ընդունված։ Երբ ուսումնասիրում էի ժամանակակից ազգային եկեղեցիների հոգեվորական հովիվների, ուրեմն կաթողիկոսների հանդերձանքը, գիտեք ինչը զարմացրեց ինձ, որ մի քիչ շատ շքեղ չի, օրինակ չեք նկատի, ասենք ժամանակակից այդ հոգևոր ծառայություն անողները մի քիչ շատ շքեղ չեն հագնվում, հատուկ ոսկեզոծ թելերով գործած թիկնոցներ, ոսկեզոծ թագեր, սենց մի կես մետրանոց, ձեռքներին էլ ոսկի գավազան, էլ չգիտեմ բրիլյանտից ու չգիտեմ հատուկ թանկարժեք քարերից մատանիներ ու եսիմ ինչ, չեք զգում, որ էսի հոգևորության հետ ընդհանրապես կապ չունի։ Ես հիմա ասեմ, թե այս ամենը որտեղից սկսվեց։ Հիմնականում մինչև 3-րդ դար եկեղեցիներում չկային նման հանդերձանքներ։ Այս ամենը սկսվեց 4-ից 6-րդ դարերում, երբ հալածվող եկեղեցին դարձավ հալածող։ Երբ հալածվող եկեղեցին դարձավ հալածող։ Երբ նահատակվող եկեղեցին, երբ անձնազոհ քրիստոնյաների այս խումբը իրանք կորցրեցին իրանց սկզբունքը եւ այն ժամանակի, որ մարդիկ, ինչ ասեմ, իրանց կյանքն էին տալիս, հանկարծ այդ մարդիկ փոխվեց իրանց մտածելակերպը։
երբ նահատակվող եկեղեցին դարձավ շքեղության, հարստության եւ ոսկիների մեջ թավալ տվող եկեղեցի։ Եվ այս ամենը սկսվեց Հռոմի Կոստանդինոս կայսրի կողմից 313 թվին Միլանի հրովարտակ, այդպես է կոչվում, երբ քրիստոնեությունը օրինականացվեց եւ պալատական կյանքը եւ շքեղությունը մտավ եկեղեցի։ Գավազանը, օրինակ, գավազանը թիկնոցները Հայաստանի եկեղեցի, ինչքան եթե ինչ-որ թվերի մեջ մի քիչ չփոթվեմ, ներող կլնեք, ինչքան որ կարողացել եմ գտնել։ Թիկնոցները Հայաստանի առաքելական եկեղեցի մտավ 6-ից 7-րդ դարում, մատանին մտավ 7-ից 8-րդ դարերում, թագը մտավ 12-ից 13-րդ դարերում։ Եվ հետաքրքիր է, այսօր կարդում եի, ուղղակի հիմա չեմ ուզում կարդամ, թե ինչպես են դիմում ցանկացած հոգևորականի, բայց այն բառերը, որոնք որ դիմում են, ուրեմն գերաշնոր Տեր, համբուրում եմ աչն, չգիտեմ, ծայրագույն, վեհափառ, չգիտեմ, այնպես բառեր են օգտագործում, որ զարմանում ես, ասում ես, հլտես Հիսուսը լինելով Աստծո որդի, միած sense բառ չօգտագործեց, երբ որ իր մասին էր խոսում։ Խոսում էր իր հետ, այնպես, որ ինքը ծառայա, հեզա, սրտով խոնարա, ոչ մեր ժամանակակից եկեղեցիները եւ ոչ մենակ մեր ազգային եկեղեցին, ամբողջ աշխարհում նայեք, կաթոլիկներին նայեք, չգիտեմ ում ուզում եք նայեք, տեսեք, ուղղափառներին նայեք, այս նույն ճոխությունն ու շքեղությունը մտել է եկեղեցի, այնտեղ կարծես ծառայողներ չեն, թագավորներ են այնտեղ նստած, մենք էլ պարտավոր ենք իրանց աչն, ծախն, ոտքն համբուրելու, չեմ հասկանում թե ինչ։ Ես պարտավոր չեմ եւ ոչ մեկի ոչ աչն, ոչ ծախն պատրաստվում եմ համբուրելու։ Եթե մեկի աչը կամ ոտքը կհամբուրեմ, դա մենակ Քրիստոսն է, որ իր առաջ ես խոնարհվում եմ ամեն օր։ Հիմա հասկանում եք, թե ինչ նկատի ուներ Սատանան, երբ Հիսուսին փորձության ժամանակ առաջարկում էր, ասում էր, քեզ կտամ ամբողջ աշխարհի փառքը, մենակ թե գետնի վրա ընկնելով ինձ երկրպագություն անես։ Ռոմը չկարողացավ հաղթել եկեղեցուն։ Ոչ արենաներով, ոչ արյուծներով, ոչ կոկորդիլոսներով, ոչ խաչերով, ոչ հրկիզումներով, բայց Հռոմը հաղթեց եկեղեցուն առանց դիմադրության, հաղթեց ոսկիով, հաղթեց արծաթով։ Հիմա ուզում եք ուզեք, ուզում եք համաձայն եղեք, ուզում եք մի եղեք։ Ռոմը հաղթեց եկեղեցուն։ Եվ հետաքրքիր է, որ Ռոմի եկեղեցին ո՞րն էր, կարող եք ասել։ Առաջի դարի եկեղեցիներ, երբ որ հիմնադրվեց, սրանք այն աշակերտների հիմնադրված, սրանք այն եկեղեցիներ, ովքեր որ նահատակվեցին հանուն Տիրոջ։ Եվ հետո դարձավ հանգարց այնպիսին, որ առաջացավ արդեն մի շարժում, որը կոչվեց հետո կաթոլիկ շարժում, որը հեռու էր Քրիստոսից եւ Աստծուց, ինչ ասեմ, որ անպատմելի, որ դու չես կարող համեմատել հոգեվորությունը եւ այն ինչ որ արեցին կաթոլիկ եկեղեցու ծառայողները, քահանաները, հայրերը, պապերը քրիստոնյաների հետ կապված։ Եվ որ ճշմարիտ քրիստոնյաներին մենակ վառում էին, սպանում էին, մորթում էին, չգիտեմ ինչ ասես անում էին եւ համարում էին, հաշվի էին, մտածում էին, որ սա անում են Աստծո համար, բայց Աստծո հետ սա ընդհանրապես ոչ մի կապ չուներ։ Եվ ձեզ թվում է Հռոմի եկեղեցին ո՞նց սկսեց։ Մի անգամից հենց Պողոս կամ Պետրոս առաքյալները սկսեցին ինդուլգենցիաներ վաճառել, թե սկսեցին բան անել, փողով շնորհք տալ, որ ամիսով կարող ես մեղք գործել, որովհետև արդեն ինչ որ մի բան արել ես դու։ Հավատացեք, այս ամեն ինչը սկսվեց քիչ-քիչ, ոնց որ ասեցի։ Յուղս առեկեսի օծության, յուղայսի մարգարեություն, ամեն ինչը սկսեց առևտրից։ Ձեզ թվում է, որ Հիսուսը մտավ տաճար, խարազանով մտավ տաճար։ Ամեն ինչը սկսվել էր հենց այդպես, միանգամից Աստծո տաճարը դարձրել էին շուկա։ Իհարկե ոչ։ Ամեն ինչը սկսվել էր քչից։ Կբերենք ստեղ կվաճառենք աղավնիներ, գառնուկներ, չգիտեմ ինչեր, որ մարդը գա մեղքի խավություն անելու համար, չտանջվի մանգա, միանգամից ստեղ կա կառնիկը մտնի։ Այսօր էլ մոմավաճառությունն է դարձել մեր ժամանակակից եկեղեցիների, չգիտեմ, գումար աշխատելու միջոցը։ Անկեղծ եմ ասում, եթե չփորձեն էլի մարդկանց ուղակի խեղաթյուրել։ Պետք է հանգանակություն, պետք է ընծա տալ եկեղեցուն, չեմ ասում ողորմություն, ընծա պետք է տալ եկեղեցուն։
Ես պատրաստ եմ տալու ամեն անգամ, երբ որ ես մտնեմ եկեղեցի, ես պատրաստ եմ նաև անցատալ ոչ մենակ մեր եկեղեցուն, նաև ասենք առաքելական եկեղեցուն։ Ես ունեմ այդ սիրտը տալու, որտեղ հասկանում եմ, որ ընդեղ էլ կան ծառայողներ, ընդեղ էլ կան մարդիկ, ընդեղ էլ կա կարիքներ, որ այդ կարիքները այո, պետք է նաև հոգալ։ Բայց եկեք չխառնենք այս ամեն ինչը հոգևորության հետ եւ փորձենք մատուցել, որ սա ճշմարտություն է, որը ճշմարտության հետ ընդհանրապես կապ չունի։ Հիսուսի տրանսպորտը էշն էր, չէ՞։ Երբ որ մեկ էլ Հիսուսը ոտքով էր ման գալի, բայց երբ որ էշն էր, հագի շորերը հասարակ էին, գլխի թագը փշեպսակն էր։ Նրա զարդարանքը խոնարհությունը ու ծառայությունն էր, եւ խաչը դարձավ նրա ծառայության ավարտը երկրի վրա, բայց կուլմինացիան նրա հաղթանակն էր։ Ամեն անգամ ես երբ խոսում եմ խաչի մասին, չեմ մոռանում հաղթանակի մասին, հարության մասին շեշտելու, որովհետեւ որտեղ կար խաչ, այնտեղ պետքա լիներ նաեւ հարություն։ Այն հովիվները, ովքեր որ սիրում են շքեղություն եւ այն ամենը ինչ որ կապում են իրենց հետ, որ գիտես ինչ, ես Աստծո ծառա եմ, ես Աստծո մարդ եմ, ես թագավորի տղա եմ, թագավորի տղեն ինչի պետք է, թագավորի տղեն պետք է սաղից առաջ լինի, ամենալավը պետք է ուտի, հագնի, քշի ունենա, չգիտեմ, մանգա, չէ, այդպես չի։ Հիշեք այն պարզ խոսքերը, որ գրված են Աստվածաշնչում Հովհաննես 18:36-ում։ Եվ ինչ ասում Հիսուսը, իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Ինչի համար եք թագավորություն սարքում այս աշխարհի վրա։ Ձեզ պետք չի ոսկե գավազաններ, որ առաջնորդեք հոտը։ Հավատացեք, ոսկի գավազանը ընդհանրապես մեզ ոչ մեկից պետք չի։ Սաղմոս 45:6 խոսքերը ասում է, քո գավազանը արդարության գավազանն է։ Այ եթե արդարության գավազան կունենաս, սիրելի ժամանակակից հովիվ, ունեցի արդարության գավազան, բայց ոչ ոսկու գավազան։ Եսայի 61:10 ասում է, ինձ ծածկեց արդարության պատմուճանով։ Էլի արդարությունը շեշտում է։ Այ եթե կուզենաս հագնվես քրիստոնյա վայել, պետք չի որ հատուկ ոսկեզոծ թիկնոցներ գցես քո վրա, հագի արդարության պատմուճանը, այս է ընդունելի Աստծո առաջ։ Հիսուսը նաև պատվիրեց ասելով, եթե մեկը շապիկդ կվերցնի, բաճկոն տուր նրան։ Հիշեցեք, սիրելի Աստծո ժողովուրդ, ինչքան էժան լինի շապիկդ, այնքան ավելի հեշտ կբաժանվեց շապիկիցդ։ Եթե ասենք ես վերնաշապիկս առել եմ օրինակի համար ասենք 3000 դրամով կամ 5000 դրամով, եթե պաշտամունքի վերջում Աշոտ ախպերն ասի դուրս եկելա կտաս, ինձ կարամ տեղում հանեմ տամ իրան։ Բայց եթե ես վերնաշապիկից տվել եմ արդեն բավականին թանկ գումար, հավատացեք, եթե տամել սիրտս մռմռալով կտամ, որտեվ այնքանա կտամ, որ գիտեք ինչ չասի ուզեցի չտվեց։ Բայց կարող է այդ համ տուն սկսեմ դատել, ասեմ այդ էլ մարդ հա, աշկը իմ վերնաշապիկի վրա էր, տեսավ ուզեց, ոնց որ ուզվոր լինի, չգիտեմ, հասկանում եք, ես խոսում եմ մարդկային հոգեբանության մասին։ Ինչքան հասարակ լինես, այնքան ավելի հեշտ կբաժանվես։ Մարդիկ կան, այսպես կարճած են կյանքին, այնքան այս կյանքը կարևորում, որ այն ամեն մի վարկյանի համար ինքը պատրաստ ասենց կա, հավատացեք, Տերն ասեց, մեր թագավորությունը այս աշխարհից չի, մեր թագավորությունը երկնքում է։ Կյանքից էլ պետք չի այդքան կարճել։ Ու եթե կա հասնի մի օր, որ կշերքի նժարի վրա դրված կլինի ձեր կյանքը, թե երկինքը, հավատացեք, ընտրեք երկինքը, այս կյանքը ոչ մի բանի պետք չի երկինքի հետ համեմատած։ Ուրեմն Հիսուսն ասում էր, աղվեշտները որջեր ունեն եւ երկնքի թռչունները հանգստի տեղ, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Ահա սա է իրական հովի վարքագիծը, այն տվող է, անձնազոհ է եւ ոչ թե վերցնող։ Եսայի 40:11 խոսքերը ասում է հետեւյալը. Հովի նման հովվելու է նա իր հոտին, իր բազուկի վրա է ժողովելու գառնուկներին եւ իր գրկում կրելու է նրանց եւ կամաց է քշելու ծից տվող ոչխարներին։ Եզեկիել 34:12 եւ 14:15 խոսքերը ասում է. Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ որ նրանք ցվրված ժամանակ, նա իր ոչխարների մեջ է լինում, այսպես պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նրանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նրանք ցրված են եղել ամպի եւ մառախուղի օրը։ Նրանց պիտի լավ արոտում արածեցնեմ եւ Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի նրանց փարախը, այնտեղ լավ փարախի մեջ պիտի մակաղեն եւ պարարտ արոտում պիտի արածեն Իսրայելի սարերի վրա։ Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նրանց մակաղել տալու, ասում է Տեր Եհովան։ Կորածը որոնելու եմ եւ մոլորվածը ետ եմ բերելու եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիվանդը պիտի զորացնեմ եւ պարարտը ու զորավորը պիտի փչացնեմ իրավունքով պիտի հովվեմ նրանց։
Հետաքրքիր է, որ այս խոսքերը կարդում էի, շատ սիրուն, եկավ հասավ ստեղ եւ ինչ ասում։ Ասում է, պարարտը պետք է փչացնեմ, պարարտ ու զորավորը պետք է փչացնեմ։ Հետաքրքիր է, չէ՞։ Խիտերը չի սիրում, երբ որ հոտի մեջ լնում են այնպես թոթոլ թմբլ ոչխարներ։ Ասենք ամեն մի հովիվ կսիրի, չէ՞, կուզի։ Բայց Տերը, տեսեք, կարդալով եկավ հիվանդին, կաղին, կորածին, չգիտեմ, ծից տվողին, եկավ, մինչև հասավ պարարտին, զորավորին ասեց իրանց պետք է փչացնեմ։ Եվ հետո դրանից հետո որպեսզի չկարդամ, դուք կարող եք կարդալ կտեսնեք թե ինչ ասում։ Հետո շարունակում է ասելով, ասում է դատաստան եմ անելու ոչխարի ու ոչխարի մեջ։ Տերը ասում է ոչխարի մեջ, ես պետք է դատաստան անեմ։ Լավ, հասկանում ենք էսի ինչ է նշանակում դատաստան ոչխարի մեջ։ Եվ ասում է նաև դատաստան պետք է անեմ խոյերի եւ նոխազների մեջ։ Իսկ ինչ է նշանակում խոյ։ Խոյ եւ նոխազ, սրանք տարբեր բաներ են։ Խոյը դա արու ոչխարն է։ Այն խորհրդանշում է խոնարհություն, ենթարկվող, հավատարիմ, պատրաստ զոհաբերության։ Բայց ինչ է նշանակում նոխազ։ Նոխազը դա ուրեմն սեռահասուն արու այծն է, այսպես է բացատրական բառարանը մեզ մեկնաբանում։ Նոխազ նշանակում է սեռահասուն արու այծ։ Լինում են պարարտ, այսինքն բնականաբար կերած խմած այծեր են, գնում են հոտի առջևից, տեսել եք, չէ՞ որ այծերը հիմնականում գնում են հոտի առաջից։ Օրինակն են շատերի, բայց բնավորությամբ անհնազանդ են, անկառավարելի են, վտանգավոր են, համառ են, ավելի բարձր են մյուսներից տասում իրանց, չէ, եւ միշտ սիրում են ռիսկ։ Այծերը սիրում են ռիսկ։ Իսկ թե ոչխարները եւ թե խոյերը եւ թե նոխազները, ուրեմն սրանք բոլորը հետաքրքիր է, որ նույն հոտի մեջ էին, բայց նրանց մեջ Տեր ասես տնելու եմ տարբերություն, եւ որ ես կամ ինչ եմ անելու, գառներին ինչ եմ անելու, զատելու եմ այծերից։ Գառներին ասես տնելու եմ իմ աջ կողմը, այծերին դնելու եմ իմ ձախ կողմը։ Այնց որ սիրելի եկեղեցի, միշտ հիշի, թե գառները եւ թե այծերը լինում են նույն հոտի մեջ, հերուման մի արի։ Այնց որ ամեն մեկս մենք ինքներս պետքա ուշադրություն դարձնենք մեր վրա եւ ասենք, տեսնես ես Տիրոջ հոտի մեջ գառ եմ թե այծ, որովհետեւ սրանց հոգեբանությունը լրիվ տարբեր է։ Գառները Աստծո աջ կողմում են կանգնելու, իսկ այծերին Աստված առանձնացնելու է, գիտեք ինչի համար, ասեց զորավորին ու պարարտին պետք է փչացնեմ։ Լավ է, սա 23-ի 3 խոսք ասում է, իմ անձին հանգիստ է տալիս եւ ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անունի համար։ Այս բնավորությամբ առաջնորդները սիրում են կտրուկ բաներ, կտրուկ որոշումներ, կտրուկ ուղղվածություններ, անգամ քարոզներ կան, որ հովիվը կամ ասենք ինչ որ մի հատ ծառայող դուրս է գալիս ու ինչ հիմարություն ասես կարող է դուրս տա լոկ մի բանի համար, որ ինքը տարբերվի, իր քարոզը տարբերվի մնացած բոլորի քարոզներից եւ մարդիկ տեսնեն եւ հասկանան թե ինքը տարբերվում է բոլորից։ Տեսեք, այս նկարները, որ հեսա մեր էկրանների վրա կտեսնեք, սրանք Photoshop-ով արված նկարներ չեն։ Այծերը սիրում են բարձրանալ անգամ ծառերի կատարներին։ Ես տեսա վիդեո, ուղղակի վիդեոն չեմ ուզում ձեզ ցույց տամ, եւ այծը բարձրանում է պալմայի վրա, գիտեք ինչքան բարձր է պալման, բարձրանում է ոչ պալմայի ծերը, հետո ընդերից իջնում է, հələ հաջորդ նկարները որ ցույց տակ, տեսեք, այծերը այնպիսի անհավանական տեղերով են թռնում, իջնում, գնում, գալիս, բայց ասեմ իմանաք, որ միշտ էլ չի որ բարեհաջող վայրեջք են կատարում, եւ շատ ժամանակ այդ ժայռերի ծնգնելով ջարդուփշուր են լինում եւ դառնում են ինչ որ մի կենթանու կերակուր։ Հիմա հասկանում եք թե ինչ է նշանակում, երբ որ եկեղեցին որոշ առաջնորդներ այծերի պես թռցնում են այս ժայռի ծայրից մյուս ժայռի ծայրը, այս ծառի ծայրից մինչև մյուս ծառի ծայրը։ Եվ Տերը այսպես չի սովորեցնում մեզ, որովհետև ասում է, չէ, մենք կարդացինք, որ հոգատանում իր հոտի համար, այն նորածնի համար առանձինա հոգ տանում, Տերը հոգատանում են հիվանդի համար առանձին, կոտրածի համար առանձին, թույլի համար առանձին, իսկ այծերը նման բնավորություն չունեն։ Այծը ինքը գիտի ու ինքը գնա այնտեղ, որտեղ որ ինքն է ուզում եւ երբեք չի մտածի ուրիշների մասին։ Իսկ բարի հովիվը իր հոտը տանում այնտեղ,
որտեղ կա հանգիստ, որտեղ կա ապահովություն։ Ես վստահ եմ, որ կփրկվեմ, չէ՞, եթե անգամ բաներ կա, որ այսօր մեր եկեղեցիներին, նման եկեղեցիներին ասում են կրոնավոր, որ գլխաշոր մի կապի, ոտնլվա մի արա, մկրտություն մի արա, այդի սաղ ստից ձևական բաներ ա, որ անում եք, չէ, մեր եկեղեցին հանձինս մեր հովի մեզ սովորեցրել է, չէ, որ ավելի լավ է ես կանեմ, Տեր ընձի անելու համար հաստատ չի դատապարտի, բայց եթե չանեմ, հետո Տեր ընձի հարցնի ասի, ինչի համար չես արել, ես այդ պատասխանը չեմ կարող Տիրոջը տալ, թե ինչի համար չեմ արել։ Բայց քեզ, որ չես անում եւ ուրիշներին էլ սովորեցնում ես, որ չանեն, ես ուղղակի ասում եմ, որ իմաստուն չես վարվում։ Այստեղ խոսքը, որի վրա կուզեմ կանգ առնել, դա արդարության շավիղներն են եւ ինչ է նշանակում արդարության շավիղները։ Մենք միշտ կարդացել ենք այս խոսքերը, բայց քչերն են հասկացել, թե իրականում ինչ են նշանակում արդարության շավիղներ։ Շավիղ կոչվում է նեղ ճանապարհ, արահետ, կածան, ուղղություն, ուղի, ինչպես որ գրված է Աստվածաշնչում, եւ Աստված մեզ առաջնորդում է ոչ թե այն ուղիղ ճանապարհներով, որոնք մենք ենք միշտ պատկերացնում, այլ երբեմն մեզ առաջնորդում է ոչ այնքան ուղիղ ճանապարհներով։ Հիմա կբացատրեմ, թե ինչի համար։ Շատերը մտածում են, որ Տերը մեզի միշտ տանում է ասենց ուղիղ, ասենց կամ մեր լեզվով ասած քյասար ճանապարհներով, բայց Տերը քյասար ճանապարհներով երբեք չի տանում իր հոտը։ Ինչի համար հիմա ասեմ, ես ես չտեսա ոչ ստեղծագործության սկզբից եւ ոչ էլ փրկագնության գործում, որ Տերը քյասար ինչ որ մի բան աներ։ Տերը պիտի փրկեր մարդուն, չէ՞, հələ բայց տեսեք մեղանչող Ադամին միանգամից չմցրեց երկնային թագավորություն։ 6000 տարի ասենց պատտեցնում է, մինչև որ վերջում փառավոր ձևով իր եկեղեցին կմցնի երկնային արքայություն։ Մենք լեռնային երկիր ենք, ճիշտ է, եւ եթե մենք տեսել ենք, դուք տեսել եք լեռնային երկրում, որ ճանապարհները ասենց միանգամից ծառ բարձրանան։ Ով է տեսել, չկա այդպես ճանապարհներ, որտեղ իմաստունները այդպես չեն անում։ Լեռը չեն բարձրանում քյասար, ուղիղ գծով, լեռը բարձրանում են զիգզագաձև։ Ինչի համար, որ ճանապարհը հեշտ լինի, որ կարողանան հաղթահարել այդ ճանապարհը եւ բարձունքները։ Այսօր մեր հովիվն է Հիսուսն է, եւ նա մեզ առաջնորդում է այնքան դանդաղ, որքան որ հնարավոր է քայլել այն ամենաթույլի, ուրեմն ուժի հետ կապված։ Հոտի մեջ կան փոքրեր, հոգնածներ, հոտի մեջ կան ծերեր, հիվանդներ, կաղեր, հղիներ, բայց հոտի մեջ կան նաեւ ուժեղներ։ Ուրեմն շավիղը առաջանում է այն ժամանակ, երբ որ հոտը անցնում է նույն ճանապարհը օրեր, ամիսներ եւ տարիներ։ Շավիղը բացվում է հոտի կողմից, բայց հովի առաջնորդությամբ։ Մինչև կհասնես խոտավետ արոտների եւ հանդարտ ջրերին, բարի հովիվը հոգ է տանում քո համար, որ առաջնորդի քեզ արդարության շավիղներով, թեկուզ դանդաղ, բայց ապահով։ Հանգիստ տալով ժամանակ առ ժամանակ, նաեւ նույն ճանապարհը անընդհատ տանելով եւ ետ բերելով։ Շավիղը գիտեք ոնց է առաջանում։ Երբ որ դու նույն ճանապարհը անընդհատ գնում ես, գալիս ես, գնում ես, գալիս ես, գնում ես, գալի մի կյանք կարող է դու այդ ճանապարհը գնաս ու գաս, բայց քո ոտնահետքերից առաջանում են շավիղներ, ինչի մասին որ Սաղմոս 2-ում գրել է 23-րդ Սաղմոսում։ Մինչև ամրանաս, մինչև հասակ առնես, մինչև սովորես քայլել, մինչև սովորես երկար քայլել եւ չհոգնել, քանի որ դիմացը դեռ մահվան շուքի ձորը կա, որը Տիրոջ առաջնորդությամբ դու նաեւ պետք է անցնես եւ հաղթահարես։ Եվ քեզ պետք է կատարյալ հնազանդություն եւ կատարյալ ուրեմն հավատք առ Աստված։ Հետաքրքիր է, որ երբ որ մենք կարդում ենք այսինքն բնագրերը դե բնականաբար չենք կարող կարդանք, հիմա ավելի հեշտացել է, երբ որ կարողանում ենք համացանցի միջոցով գտնել, ասենք կոնկրետ ինչ որ բնագրերում ինչպես է գրված ինչ որ մի բառ կամ արտահայտություն, ինչը փորձել եմ արել, մենք կարող ենք կարդանք գավազան կամ կարդանք, չգիտեմ, շավիղ կամ ճանապարհ եւ տեսեք ինչ ասում։ Ուրեմն բնագրերում գրված է Մագալեի Ծեդեկ, այն նշանակում է հստակ գիծ, որը առաջանում է կենդանիների կամ մարդկանց կրկնվող քայլերով ձևավորված։ Այն նեղ ճանապարհը, որը տրորվում է փորձված, պնդացած, մաքրված եւ ուրեմն վստահելի ճանապարհը։ Երբ Տերն է ինձ առաջնորդում իմ կյանքի շավիղը, իմ կյանքի ուղին, իմ քայլերը հաստատված են հենց այս նեղ եւ շատ ապահով արահետների մեջ։ Այս արահետները նկատելի են հեռվից, ուրեմն քո քայլերը անցած ճանապարհը նույնիսկ նկատելի են հեռվից եւ նկատելի են անգամ մարդկանց կողմից։ Եթե հետևես ոչխարի շավիղին,
Եթե ցանկացած ոչխարի շավիղի հետևես, դրանք քեզ տանելու են 3 տեղ։ Դրանք քեզ տանելու են կամ այնտեղ, որտեղ որ իրանց արոտն է, կամ այդ շավիղը քեզ տանելու է այնտեղ, որտեղ որ ինքը գնում է ամեն օր ջուր խմելու, կամ քեզ տանելու է այն փարախը, որտեղ որ ինքը գնում է գիշերելու։ Այսինքն, եթե ընկնես ինչ-որ մի հատ ոչխարի շավիղի հետևես, անպայման գնալու ես այս 3 տեղը, կամ արոտ, կամ աղբյուրի մոտ, կամ փարախ։ Էսի հոտի թողած հետքերն է, որին դու կարող ես հետևել։ Սիրելի Աստծո մարդ, եթե ամեն մեկս հետ դառնանք ու փորձենք մենք ինքներս նայենք մեր ոտնահետքերին, մեր անցած ճանապարհին ու մեր անցած քայլերին, ինչ կտեսնենք մենք մեր անցած ճանապարհի մեջ։ Եթե իմ հետքերը չի տանում դեպի Տիրոջ տուն, որովհետև իմ կերակուրը, իմ կյանքի ջուրը եւ իմ ապահովության փարախը, գիտեք որտեղ է։ Տիրոջ տան մեջ է։ Եթե քեզ չեն տանում այս 3 տեղերը, այսինքն եթե քեզ քո ճանապարհները, քո ոտնահետքերը չի բերում դեպի Տիրոջ տուն, հավատա, դու գառների խմբին չես պատկանում։ Հələ մտածի կարող է այծերի խմբին ես պատկանում, որ գնում են ուր ուզում են եւ անում են ինչ ուզում են։ Բարձրանում են որտեղ որ ուզում են։ Եթե այդպես է, ուրեմն ես քո փոխարեն կմտածեի շատ ավելի երկար։ Երբ դու քայլում ես այն ճանապարհով, շավիղով, որտեղ նա գծել քո համար, այն քեզ տանում է միայն դեպի կյանք եւ փրկություն։ Դավիթը հովիվ էր, եւ մենք այսօր ուզում ենք ճիշտ հասկանալ Դավթին, եւ եթե ուզում ենք ճիշտ հասկանալ Դավթին, մենք պետք է մտածենք Դավթի պես։ Իսկ Դավիթը հովիվ էր, եւ մենք էլ պետք է մտածենք հովի պես, եթե ուզում ենք հասկանանք, թե ինչ էր գրել Դավիթը մեզ։ Դավիթը երբ որ գրում էր, պետք չէր, որ ինքը մտածեր փիլիսոփայի, գիտնականի, բժիշկի կամ ինչ-որ մեկի պես։ Դավիթը հովիվ էր եւ մտածում էր հովի պես եւ իր արտահայտությունները անում էր որպես հովիվ։ Իսկ Դավիթը երբ ընտրում էր այս խոսքերը շավիղ, քանի որ նա ամեն օր տեսնում էր սա իր հոտի հետևից մնացած այդ ոտնահետքերը, նույն ճանապարհով ամեն անգամ գնալով եւ գալով, քանի որ նույն ճանապարհը կրկնվում էր ամեն օր։ Աստված քեզ եւ ինձ համար կրկնում է այս նույնը, եւ մենք պետք է անցնենք այս կրկնվող շավիղներով այնքան երկար, մինչեւ պատրաստ կլինենք, մինչեւ կընկնենք, կբարձրանանք, մինչեւ կտխրենք, բայց կուրախանանք, մինչեւ կսայթակենք, բայց նորից ոտքի կկանգնենք, բայց կսովորենք մեր սխալների վրա։ Իսկ բարի հովիվը հետևում է, որ մենք ապահով վերադառնանք փարախ։ Տերը չի ասում, որ չես սայթակելու, չես շփոթվելու, չես սխալվելու։ Սա նորմալ է, սա բնականon այն կյանքն է, այն ճանապարհն է, որոնք մենք պետք է անցնենք։ Բայց Տերը ասում է, ես հետևում եմ, որ դու հանգարց շատ հետ չմնաս եւ դառնաս գայլերի կերակուր։ Ուղիղ ճանապարհը բնագրվում գրված է հետեւյալ կերպ. դերեղ Եշարա։ Իսկ Դավիթ օգտագործում է 23 Սաղմոսի մեջ Մագալեյ Ծեդեկ։ Սա նշանակում է փորձված, ոչ ուղիղ, հաստատված, տարիների քայլերով ամուր, ամրացած, անվտանգ ճանապարհ։ Այսինքն մենք կարող կարդանք ինչ որ միտեղ որ գրված է լինի ճանապարհ, որտեղ թարգմանիչը այսպես է գրել, բայց բնագրերում, ասենք այս նույն բառը ունի տարբեր իմաստներ, տարբեր բառեր, որոնք ունեն տարբեր իմաստներ։ Եվ այս ճանապարհով շատ անգամներ անցել է մեր հովիվը, նա գիտի իր հոտը, ինչպես առաջնորդի, որ ապահով հասցնի տեղ։ Շավիղները անընդհատ քայլելուց ամրանում են, տեսանելի են լինում, նաև հեռվից։ Ուրեմն այն քարերը, որոնք որ կան ճանապարհի վրա, երբ որ հոտը երկար ժամանակ քայլում է, մաքրվում է այդ շավիղները, եւ դու տեսնում ես, որ քարերը հավաքվել է մի կողմի վրա եւ այն հետքերը, այն շավիղները, որոնք որ մնացել է այդ ճանապարհը երկար ժամանակ անցնելուց, արդեն ձևավորվում է ավելի ապահով ճանապարհ։ Ուրեմն լցվում են փոսերը, այդ ոտնահետքերի հետ կապված, հարթվում են ճանապարհները եւ ամեն անգամ երբ որ դու նույն ճանապարհը անցնում ես, դու գիտես, որ այդ ճանապարհը ապահով ճանապարհ է եւ այդ ճանապարհի վրա չկան վտանգներ։ Հիմա մենք մի հատ փոքր տեսանյութ կնայենք, մի քանի րոպե ու հետո կորոշենք, շարունակում ենք, թե կթողենք հաջորդ անգամ։ Ուշադրություն դարձրեք այն շավիղները, որ հեսա կտեսնեք։ Էսի իրական նկարած վիդեոներ է։ Այսպես հովիվը ամեն օր իր հոտը բերում է արոտ։
Տեսեք են թոփալ ոչխարներին, որ տկար են ու հոտի հետևից քայլում են հազիվ։ Շատ ուրախացա, երբ որ այս կադրը տեսա բնականից, ասեցի նայեցես ինչ որ արհեստական սարքած բան չկա։ Բայց այն կաղ ոչխարները գնում էին հոտի հետևից ու իրանց չէին շտապեցնում, որովհետև իրանք ավելի արագ չէին էլ կարող քայլել։ Իսկ սրանք են շավիղներն ա, որ ձևավորվում է հոտի ոտնահետքերից։ Այսինքն մի ամիս արդեն գնում գալիս են ու տեսեք ինչ գծեր է առաջացել։ Հենց Սաղմոս 23-ի մեջ խոսում է հենց այս գծերի մասին, որոնք կոչվում են շավիղներ։ Իսկ շավիղները առաջանում են ամիսների ու տարիների ընթացքում։ Ու երբ որ մարախուղ էր լինում, արագ հոտը հավաքում էին, որ հոտը չցվերի, որտեղ մարախուղի ժամանակ հոտը կարող է ուղղակի կորչի ու իրանք չնկատեն, որ հոտի կեսը չկա։ Բարի հովիվը հոգ է տանում իր հոտի մասին հենց այս ձևով։ Հետաքրքիր է, այսինքն հասկացաք չէ ինչ էի ասում, որ երբ որ փորձում ես Դավթին հասկանալ, պետք է Դավթի պես էլ մտածես։ Ինչ էր Դավիթը տեսնում ամեն օր։ Դավիթը ամեն օր տեսնում էր այս նույն հոտը, տեսնում էր այդ նույն հոտի անցած ճանապարհը։ Ու հետաքրքիր գիտեք որն է, որ ամեն անգամ ոչխարը նոր շավիղ չի բացում։ Ոչխարը միշտ քայլում է նույն ճանապարհով եւ հաջորդ ոչխարը, որ հետևում է մյուսին, ինքն էլ է գնում նույն ճիշտ նրա հետևից նույն ճանապարհով։ Եվ դրա համար ասում էր Տերը ինձ առաջնորդում է որտեղ արդարության շավիղների մեջ։ Այսի Սաղմոս 2-ի խոսքներ։ Եթե հետևես հովին, շարունակաբար քայլելով, ճանապարհը կմաքրվի, կհարթվի հենց քո իսկ քայլելու պատճառով։ Հնարավոր է այսօր կյանքիդ մեջ ունես խնդիրներ, դժվարություններ, թերություններ, տկարություններ, սիրելի Աստծո մարդ, բայց միշտ հիշի, երբ որ քո հոգևոր ճանապարհը միշտ գնում ու գալիս ես, միշտ գնում ու գալիս ես թեկուզ ամեն օր, տարիները մաքրում են նաև քո ճանապարհը, քո կյանքը եւ քո քայլերը։ Հիսուս հենց ինքը անցավ այդ ճանապարհով եւ նա գնում է այսօր քո առջևից ուղի գծելով իր մատով։ Եթե դու նույնպես հետևես նրա ոտնահետքերին, նրանք քեզ նույնպես կտանեն դեպի կյանք, կտանեն դեպի Աստծուն։ Ուրեմն մարդը շեղվում է լայն ճանապարհի վրա։ Եթե ճանապարհը շատ լայն է, հնարավոր է շեղվել, գիտեք։ Օրինակ ես մի անգամ առիթ ունեցել եմ Բուենոս Այրեսում անցնել մի հատ ճանապարհով, այդ իրանց ամենամեծ ճանապարհներ, ամենալայն ճանապարհներ, ուրեմն մեր վարորդները ավելի լավ կհասկանան, 26-ից 28 շարք երթևեկություն էր։ Այնքան լայն է ճանապարհը, որ ճանապարհը մի անգամից չես կարող անցնել։ Մի քանի փուլով ես անցնում այդ ճանապարհը, այդքան լայն է։ Ասենք անցնում ես, ասենք տեղ կա, այնտեղ սպասում ես, մինչև հաջորդ ասենք լուսացույցը կփոխի լույսը, կանցնես հաջորդ էտապը, հետո կանցնես հաջորդ էտապը, այսինքն 26-ից 28 շարք երթևեկություններ, իհարկե այնտեղ կար առանձնացված ավտոբուսների համար, չգիտեմ, տարբեր բաների համար, բայց ընդհանուրը 26-ից 28 շարք երթևեկություններ։ Ինչը իմ համար շատ, այսինքն հնարավոր է ճանապարհի լայն լինելու պատճառով էլ ճանապարհդ կորցնես, գիտես, ինչի համար, որտեղ այնքան լայն էր, որ կորցրեցիր քո ուղղությունը։ Բայց երբ որ քո ճանապարհը Աստված դնում է քո առաջ, գիտես ինչի համար ասենց նեղ ճանապարհ դնում քո առաջ։ Որ կա էտա, չկա էտա, ոչ աչ կարաս եթաս, ոչ ցախ կարաս, դա ուղիղ պետք է եթաս այդ ճանապարհով, որտեղ որ այդ ճանապարհը քեզ տանում է։ Հավատացեք, սա ապահով ճանապարհ է, որտեղ այդ ճանապարհը քեզ ոչ միտեղ չի տանելու, վերջում ասում է Տերը տանելու է դեպի կյանք։ Նեղա ճանապարհը, բայց քչերն են գտնում այդ ճանապարհը։ Լայնա ճանապարհը տանում է կորուստ, եւ շատերը գնում են այդ լայվ ճանապարհով, որովհետեւ հեշտ է։ Այսինքն Տերը մեզ տանում է այնտեղ, որտեղ որ մենք ապահով ենք։ Սա նման է գնացքի գծերին։ Դու գիտեք, չէ՞ որ գնացքը ինքը մեքենայի պես չունի ղեկ, որ ասենք ուզենա ասենց աշ թեքես, ցախ թեքես, գնացքը ունի գիծ, ինքը գնում է իր գծերով, եւ այդ գծերը իրան հաստատ տանում են ճիշտ այն վայրը, որտեղ որ պետքա գնա։ Հիշում եք մի անգամ Սեթրակ եղբայրը այստեղ եկեղեցում ցույց տվեց մի հատ վիդեո նյութ, չեմ ուզում նույնը կրկնել, երբ որ բանը վատ հովիվը այն կրակի շուրջը որ պտտվում է վազում, հետո դուսա գալիս, հետո սկսում է ոչխարի հետևից պտտվել, այդ շրջանը հիշում եք։ Էսի լավ հովիվը էսպիսի բան չի անում, այսպես անում են վատ հովիվները։ Իսկ երբ որ ոչխարին է հետևում, եւ ոչ թե ոչխարը հովին, ինքը այդ շրջանը կարա այնքան պտտվի, մինչեւ որ ուժասպառ սատկած կընկնի ներքև։ Այսպես մրջունների մոտ էլ կա, իրանք էլ ունեն մահվան շրջանակոչում, երբ որ մի մրջունի հետևից իրանք հոտով են պտտվում։ Այդ հոտով պտտվում են այնքան, մինչև որ ամբողջ այդ հսկայական, ասենք, մրջունների բունը ինքը կարող է սատկի, որովհետև
Այդ մեկը ուղղակի այդ ճանապարհը կլոր անցել էր եւ մնացածը բոլորը հետևեցին հոտով չհասկանալով, որ իրանց շրջանը մահվան շրջան է։ Հետաքրքիր է, որ շավիղի մասին, երբ որ Տերը խոսում է, շավիղի մասին, շավիղն էլ է կրկնվող, բայց շավիղը մենք տեսանք, չէ՞ ոնց է։ Սա ուղիղ կրկնվող ճանապարհ է։ Ամեն օր գնա, արի ու բայց ոչ թե կրկնվող շրջան է, փակ շրջան, որի մեջ որ դու կգտնես քո կորուստը։ Սրանք տարբեր բաներ են։ Ամեն օր կարդամ նույն գիրքը, ամեն օր կարդա։ Ամեն օր աղոթեմ, ամեն օր աղոթի։ Ամեն օր պետք է գնամ եկեղեցի, չի լինի, որ ամիսը մեկ գնամ եկեղեցի։ Չէ, չի լինի, ամեն օր պետք է գնաս։ Ամեն օր մեղքի դեմ պայքարեմ, պետք է պայքարես։ Իսկ ամեն օր Տիրոջ երեսը պարտադիր է, որ փնտրեմ, պետք է փնտրես, սիրելի Աստծո մարդ։ Այո, այսպես են սկսվում ձևավորվել արդարության շավիղները։ Աստված չի ուզում, որ դու շուտ հասնես տեղ, նա ուզում է, որ դու անպայման հասնես տեղ, որ ուժեղացած հասնես, որ հնազանդվել սովորես, որ կարողանաս առանց վախի անցնես այդ ճանապարհը։ Եկեք այսքանով վերջացնեմ, որովհետև երկար կլինի, որ խոսեմ, թող մնա հետո մի ուրիշ անգամ կշարունակեմ, մինչև որ կվերջացնեմ։ Մի հատ մինչև վերջացնելը մի բան եմ ուզում ասեմ ձեզ, մեր եկեղեցում մենք պատրաստել էինք մի հատ սիրուն տեսահոլովակ, հենց ոչխարի հոտի հետ կապված բարի հովիվը, ով է տեսել, ուզում եմ ձեր բարձրացրեք։ Տեսեք, չնչին մասն է եկեղեցու տեսեք։ Խնդրում եմ մտեք այսօր մեր եկեղեցու Facebook-յան էջ, Instagram-յան էջ կամ TikTok-յան էջ, բոլոր 3 տեղերում գծած է։ Նախ նայեք, շատ սիրուն է սարքած։ Ես այդ վիդեոն մտածված ցույց չեմ տվել, որպեսզի դուք հետաքրքրություն առաջանա ձեր մեջ, գնաք ու մտնեք նայեք։ Համ էլ ոչ մենակ նայեք, կիսվեք ձեր էջերով, թող տարածվի, թող շատերը նայեն։ Մտեք տեսեք ինչքան սիրուն է։ Ով է խոստանում, որ մտնելու է նայ։ Ես շատ անգամ եմ նայել, բայց խոստանում եմ մի անգամ էլ եմ մտնելու։ Նայեք էլի մի քանի ձեռքա, անգամ ընդամենը տևում է, գիտեք ինչքան 2 րոպե։ 2 րոպե։ Հիշում եք ես որ ասեցի մի անգամ իմ քարոզների ժամանակ, որ երբեմն դու մեղավոր ես դառնում ոչ մի բան չասելով։ Հիշում եք այդ խոսքը որ ասեցի, երբեմն դու դառնում ես մեղավոր, Աստված քեզ ասում է դու մեղավոր ես լոկ մի բանի համար, որ դու բերանդ փակեցիր, ասեցիր այ մարդ ոչ կխոսամ, ոչ կտեսնում եմ, ոչ լսում եմ, Տեր ասեց մեղավոր ես։ Երբեմն էսի հենց նման է հենց մի մնասին, որ Տերը տվեց ասեց տար մի մնասը գործի մեջ տիր, բայց մարդը նախընտրեց իր մի մնասը տանել, փորել ու թաղել, որ վերջում բերի տա Տիրոջը։ Հավատացեք, վերջում շատ վատ ալնելու նման մարդկանց համար։ Հիմա որ ասեմ այդ տեսանյութը թե նկարելը, թե չգիտեմ էլի մոնտաժելը, մարդիկ մի շաբաթ առավոտից իրիկուն նստել են դրա վրա, մի շաբաթ առավոտից մինչև երեկո նստել են, որ այդ 2 րոպեն պատրաստեն ձեր համար։ Բայց եթե դու զլանում ես 2 րոպեն նայես ու մի հատ էլ կիսվես քո էջով, որ ուրիշներն էլ տեսնեն, հավատա, քո արածը նման է այդ 2 մնասին, մի մնասին կներեք, որ տարար ու թաղեցիր հողի մեջ, որ չես ուզում անգամ Սենց ուղղակի մի հատ մատի շարժում անես այն դեպքում, երբ որ մարդիկ կային, որ մի ամբողջ շաբաթ առավոտից երեկո նստան, որ այդ սիրուն, ասենք այդ կարճ վիդեո ռիլը հավաքեն ձեր համար։ Այնց որ մնացածը դու գիտեք արդեն ոնց գիտեք։ Աստված օրհնի ձեզ։